Ամերիաբանկը ներգրավել է 150 միլիոն եվրոպայի ֆինանսավորում վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից։ Սա վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից Հայաստանի մասնավոր հատվածում երբևէ իրականացված ամենախոշոր գործարքն է։ Ֆինանսավորումը կուղղվի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, հատկապես մարզերում գործող ընկերություններին և նոր վարկառուներին։ Փաթեթում ներառված է նաև կանաչ ֆինանսավորման խոշոր բաղադրիչ, միջոցառումների առնվազն 40% ուղղվելու է էներգոարդյունավետ և վերականգնվող էներգիայի ծրագրերին։ Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը ընդգծում է, այս գործարքը երկարամյա գործընկերության բնական շարունակությունն է և կարևոր առաջընթաց հայաստանյան բիզնեսի համար։ Գործարքը թույլ կտա աջակցել հայկական ընկերություններին, ընդլայնելով նրանց ֆինանսավորման հնարավորությունները և ավելացնելով բանկի կողմից ֆինանսավորվող կանաչ ծրագրերի ծավալը։ Գործարքի չափի մասին խոսելիս կողմերը միասին նշում են, սա պատմական մեծությամբ ներդրում է մասնավոր հատվածի համար։ Այո, մասնավոր հատվածում դա ամենախոշոր գործարքն է։ Մենք ավելի խոշոր ծրագրեր ենք ունեցել միայն պետական հատվածում։ Շնորհավորում ենք Ամերիաբանկին։ Ամփոփելով զրույցը, Ամերիաբանկի ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը ընդգծում է, սա համագործակցության հերթական ամրապնդումն է։ Սա միայն վարկային պայմանագիր չէ, այն վերահաստատումն է ԶԵԲ-ի և Ամերիաբանկի միջև երկարամյա խորը, ընդգրկուն և բովանդակալից համագործակցության, ի շահ մեր հաճախորդների բիզնեսի զարգացման և ի նպաստ մեր երկրի բարօրության։ Խոշորածավալ այս ֆինանսավորումը, որը վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից մասնավոր հատվածին տրամադրված մինչև այժմ ամենամեծ ներդրումներից է, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի բիզնեսների, հատկապես մարզերում գործող ձեռնարկությունների համար։